Այսօր զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձն է։ Եռաբլուր զինվորական պանթեոնում ծաղիկներ են խոնարհում։ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Եռաբլուր, վեհափառը խնդրել է մնալ օրվա խորհրդի մեջ։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միավորումը տեխնիկապես հնարավոր չէ։ Հայկական կողմի հայտարարությունները մասնագիտական լուրջ մտահոգություններ են առաջացրել մասնագետների շրջանում։ Ադրբեջանի պատմական ու աշխարհագրական կեղծարարությունները նոր վերելքներ են նվաճում։ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը լուրջ ռիսկեր է արձանագրում։ Իրանի ուղղությամբ գեղեցիկ նավատորմ է շարժվում Թրամփի սպառնալիքները։ Լուր, բայց խոսուն, խիստ, բայց ոգեշնչող։ Համար 147 հիմնական դպրոցում բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։ Այսպիսին է Սուրբ Հողում քրիստոնյա հայերի առօրյա իրականությունը։ Հրեա ծայրահեղականը թքել է հայ քահանայի ուղղությամբ։ Հայաստանում մեկ տարվա ընթացքում մոտ 1000 երեխա սահմանված ժամկետից ուշ է դպրոց գնացել, ծնողների բողոքն ու նախարարության պատճառաբանությունը։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտինյանն է, բարև ձեզ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Կանոնավոր բանակն է մշտապես եղել մեր երկրի անվտանգության պաշտպանության առաջնագծում։ 1992-ի հենց այս օրը, հունվարի 28-ին, առաջին նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, արտարարելով հայոց ազգային բանակի ստեղծումը։ Ու սկսվեց բանակաշինության գործը ծանր մի ժամանակահատվածում, երբ թշնամու հետ արյունալի մարտեր էին։ Հայաստանը շրջափակված էր, զենք զինամթերքի, սննդի, հացի պակաս կար։ Բայց այդ ծանրագույն պայմաններում էլ մեր բանակի մեջքը չկոտրվեց։ 94-ին Արցախյան գոյամարտում թշնամուն պարտադրեց զինադադար աղերսել։ Բանակը ապրիլյան քարորյայում էլ թշնամուն արժանի դաս տվեց, արժանի հակահարված Տավուշյան մարտերում եւ անկախ պատերազմի քաղաքական քարտեզից հայ զինվորը չընկրկեց ու մարտերը հետ մղեց նաեւ 44-օրյա պատերազմում։ Ու անվիճելի է, որ հենց հայ զինվորն է նաեւ խաղաղության առաջնագծում։ Փառք հայոց բանակին, հավերժ փառք մեր նահատակ մարտիկներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակի օրվա առիթով հղած ուղերձում ընդգծել է ուժեղ եւ պաշտպանունակ բանակի անհրաժեշտությունը պետության համար եւ կարեւորել նրա ինստիտուցիոնալ զարգացումը։ Կեսօրին էլ Եռաբլուր զինվորական պանթեոն է այցելել ամենայն հայոց կաթողիկոսը։ Գարեգին II հոգեհանգստյան կարգ է մատուցել, ապա ծաղիկներ խոնարել Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի եւ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մյուս հայորդիների շիրիմներին, ինչպես նաեւ Արցախի կանչը հուշարձանի Լրագրողները վեհափառից փորձել են մեկնաբանություններ ստանալ եկեղեցի պետություն լարված փոխհարաբերությունների վերաբերյալ, սակայն կաթողիկոսը հարցերին չի արձագանքել, խնդրել է մնալ օրվա խորհրդի մեջ։ Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու, մեր զավակների հիշատակի առջև, եղավ աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարոր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ եւ չխաթարել օրվա խորհուրդը։ Աշխարհը արագ տեմպերով վերազինվում է։ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը մեծացնում են զինամթերքի ու հրթիռների արտադրության ծավալները, պատրաստվելով երկարատև եւ բազմաշերտ անվտանգային մարտահրավերների։ Բաքուն էլ անթաքույց ծանրացնում է ռազմական արսենալը։ Փորձագետների գնահատմամբ մենք արդեն գտնվում ենք դանդաղ հոսող հիբրիդային համաշխարհային պատերազմի փուլում, որտեղ վճռորոշ նշանակություն ունեն ոչ միայն ժամանակակից զինատեսակներն, այլև դրանց արտադրական հնարավորություններն ու ռազմամթերքի պաշարները։ Միացյալ Նահանգները պլանավորում է այս տարվա ընթացքում մի քանի անգամ ավելացնել արկերի եւ հրթիռների արտադրության ծավալները։ Եվրամիությունը ռազմարդյունաբերական բոլոր տեսակի արտադրանքների ծավալներն ավելացնելու է 10-ից 15%-ով։ Աշխարհը մեծ տեմպերով զինվում է եւ դա բնական է, քանի որ այս պահին դանդաղ հոսող հիբրիդային համաշխարհային պատերազմի շրջափուլում է։ Իսկ նման պատմական փուլում որոշիչ գործոնը պահեստներում ունեցած ռազմամթերքի քանակն ու արտադրական հզորություններն են։ Հիմա մեր ռազմարդյունաբերության բնագավառում այնպիսի նվաճումներ ունենք, որ այդ մասին էլ չենք կարող, ցավոք սրտի, չենք կարող խոսել, բայց լավագույն ինժեներներ, լավագույն պրոֆեսիոնալներ, այսօր կառուցվում են լավագույն գործարաններ եւ դրա արդյունքները մենք կտեսնենք տարիներ հետո։
Իհարկե դա շատ տեսանելի է լինելու։ Վերջին մի քանի տարում Հայաստանի Հանրությունը ստիպված է պարզապես լսել նման հուսադրող հայտարարություններ տարբեր ամբիոններից եւ հավատալ կամ չհավատալ դրանց, քանի որ ասված խոսքը հաստատող այլ փաստեր պաշտոնական շրջանակները չեն ներկայացնում։ Օրինակ, ժամանակին Հայաստանում պարբերաբար կազմակերպվում էին ռազմական ցուցահանդեսներ, որոնց ընթացքում ներկայացվում էին հայրենական մշակման եւ արտադրության զինատեսակներ։ Վերջի անգամ Մարմայտեք ցուցահանդեսը անցկացվել է 2022 թվականի մարտին, կար պատկերացում, որ 2 տարի մեկ պետք է այն անցկացվի, բայց արդեն 4 տարին է նախորդ ցուցահանդեսի անցկացումից։ Մենք բյուջեից փող ենք վերցնում, պետք է հաշվետու լինենք։ Ինչի համար ենք բյուջեը փող վերցնում եւ ինչի վրա ենք ծախսում ռազմական վերեկա ցուցահանդեսը, հենց այդ հաշվետվությունն է։ Նման դեպքերում չինովնիկները վստահեցնում են, որ չեն կարող ցույց տալ կամ նույնիսկ խոսել այն ամենի մասին, ինչը կատարվում է ռազմաարդյունաբերության ոլորտում, սակայն սեփական արբանյակներ ունեցող եւ իսրայելական հետախուզության բացահայտ աջակցությունը վայելող Ադրբեջանից դժվար թե որևէ բան գաղտնի մնա, նշում են մասնագետները։ Ստացվում է, արածը գաղտնի է պահվում մեր հանրությունից։ Դրան հակառակ Ադրբեջանը բավականին ակտիվ ցուցադրում է ռազմաարդյունաբերական գործարանների կարողությունները, որոնք կառուցվում են թուրքական ընկերությունների աջակցությամբ։ 23-ից 25 թվականների համար նախատեսված 170 միլիարդ դրամ ծախսից ռազմաարդյունաբերական սերիական արտադրանքի հնչեցած թվերից այդ ընկերությունների վճարած հարկերի կարելի է պատկերացնել, որ այդ 170 միլիարդը չի իրացվել։ Հաջորդ 3 տարվա համար 26-ից 28 թվականների արդեն ուրիշ թիվ են հնչեցնում 150 միլիարդ դրամ, այսինքն մոտավորապես 20 միլիարդ դրամ պակաս։ Աշխարհում, որտեղ նոր տեխնոլոգիաներն անասելի արագությամբ ներդրվում են ռազմական տեխնիկայի արտադրության մեջ, օրահաց է այս շոկեքարշից հետ չմնալը։ Հարևանները, ինչպես տեսնում ենք, հետ չեն մնում։ Դեռ մի բան էլ առաջատարների շարքերում են։ Ինչքան են հայտարարում եւ ինչքան է ծախսում ռազմավարության զարգացման։ 5.7 միլիարդ դրամ նախատեսված է եղել 2025 թվականի համար, որից ծախսվել է 2.4-ը։ Իսկ ահռելի մեծ թերակատարում, իսկ արդեն 26 թվականի համար 1.5 միլիարդ դրամով ավելի պակաս է նախատեսված բյուջեով։ Այս օրերին մեր տարածաշրջանը շունչը պահած սպասում է Իրանին ԱՄՆ-ի հարվածին։ Տասնյակ հսկայական խնդիրներից բացի, այս կոնֆլիկտը մեզ համար կավելացնի եւս մեկը՝ հնդկական զենքի համար ռազմամթերքի ներկրման խոչընդոտները։ Իսկ առանց ռազմամթերքի զենքը անպետք երկաթի ջարդուն է։ Գոնե ռազմամթերքի արտադրության ոլորտում քիչ թե շատ ինքնաբավության հասնելու պատճառներից մեկն էլ սա է։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Հայաստան-Ադրբեջան էներգետիկ ընդհանուր համակարգի ստեղծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մասնագիտական լուրջ մտահոգություններ են առաջացրել էներգետիկ ոլորտի ներկայացուցիչների շրջանում։ Վարչապետը հայտարարել էր, որ երկու երկրների էներգետիկ համակարգերի միավորումն անխուսափելի է եւ կարող է իրականացվել ավելի արագ ու քիչ ներդրումներով ունենալով շուտապույտ տնտեսական ազդեցություն։ Սակայն ոլորտի մասնագետների գնահատմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միավորումը տեխնիկապես հնարավոր չէ։ Նման միավորում գոյություն է ունեցել միայն Սովետական միության տարիներին։ Այժմ հնարավոր է խոսել միայն համակարգերի սինխրոնիզացման մասին։ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գիծը դեռ ամբողջությամբ չկառուցած ու չշահագործած, ինչի մասին արդեն տարիներ շարունակ խոսում են գովազդում։ Հիմա էլ հայրենի իշխանականները էլեկտրաէներգետիկ ընդհանուր համակարգ են ցանկանում ստեղծել ոչ ավելի ոչ պակաս Ադրբեջանի հետ։ Դեռ հարաբերություններ չհաստատած, այդքան բաղձալի խաղաղության պայմանագիրը չստորագրած։ Ինչևէ, գործադիրի ղեկավարն այդ մասին հայտարարեց ազգային ժողովում։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններից։ Որ սովետական տարիներին էներգետիկ համակարգ էր գործում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, փաստում են նաեւ ոլորտի մասնագետները։ Սկսած 60-ականների սկզբից, հիմնականում սովետական տարիներին եւ 90-ականների սկզբին կարճատված։ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը որոշակի սինխրոնիզացված է Իրանի եւ Վրաստանի հետ։ Էներգետիկ համակարգը միավորել Ադրբեջանի հետ հնարավոր չէ, սինխրոնիզացնել այո։ Դա արվում է, որպեսզի որոշակի ճգնաժամերի դեպքում կողմերը կարողանան միմյանց արագ օգնել էլեկտրաէներգիայի մատակարարմամբ, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Ինչը նորից բավական մեջ ֆինանսական եւ այլ տիպի ներդրումներ է պահանջում, որտեղ տենց արագ լանել հնարավոր չէ։ Տեսակետ կա նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի սինխրոնիզացմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը ստիպելու է Հայաստանին փակել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը։ Եվ Թուրքիան, եւ Ադրբեջանը, եւ նույնիսկ Եվրամիությունը տարիներ շարունակ պահանջում են Հայաստանի ատոմակայանի փակումը։ Ու քանի որ ատոմակայանի փակումը կբերի դեֆիցիտի էլեկտրաէներգիայի, փորձում են այստեղ մեջտեղ բերել Ադրբեջանը, որը ասում է, որ ես էլեկտրաէներգիա կմատակարարեմ Հայաստան։
Բայց խնդիրը որևիցե անմիջական կապ չունի Հայաստանում աշխատող ատոմակայանի հետ։ Հակառակը, Հայաստանի ատոմակայանը կարող է էական դրական դերակատարում ունենալ, ապահովելով տարածաշրջանում էլեկտրական էներգիայի փոխոսքեր, արտահանում։ Հայտնի է, որ Հայաստանը ավելցուկային էլեկտրաէներգիա է արտադրում եւ դա պետք է սպառել։ Փորձագետի դիտարկմամբ Հայաստանը կարող է այն արտահանել Ադրբեջան։ Ադրբեջանական փորձագիտական համայնքն էլ մեդիա հարթակներում գրում եւ հանրությանն է ներկայացնում, որ Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքներում իբրև թե ստեղծել է ժամանակակից էներգետիկ ցանց։ Հիշեցնենք, որ էներգետիկ ցանց կար Արցախում, երբ արցախցիները դեռ չէին տեղահանվել։ Ադրբեջանական կողմը հայտնում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հնարավոր էներգետիկ գործարքը հնարավոր է իրականացնել Լաչինի, Բերձորի շրջանի ուղղությամբ։ Հայաստանը ի վիճակի է տարեկան միլիարդ ու կես կիլովատժամ էլեկտրաէներգիա արտահանել լրացուցիչ։ Հայաստանը էլեկտրաէներգիայի կարիք ինքը չունի եւ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրումները կարող են կրել սահմանափակ չափ եւ միայն սեզոնային բնույթի ներկրումներ։ Հակառակը Ադրբեջանի էներգետիկ համակարգը դեֆիցիտային է եւ Հայաստանը այստեղ կարող է էլեկտրական էներգիա մատակարարել Ադրբեջանին։ Այս պահի դրությամբ, եթե հենց հիմա դատենք, Ադրբեջանի գեներացիոն հյուսությունները բավարար չեն, որպեսզի Հայաստանին մատակարարի։ Հայաստանի ընդդիմադիր դաշտն էլ մեղադրում է ներկայիս իշխանություններին, որ Հայաստանի կառավարությունը երկրի էներգետիկ համակարգի բանալիները հանձնում է Բաքվին եւ Անկարային։ Ընդդիմադիր թևը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները ներգրավված լինելով Հայաստանի եւ Արևմուտքի միջև էներգետիկ դիմակայության մեջ աստիճանաբար ներքաշում են երկիրը ռիսկային աշխարհաքաղաքական նախագծերի մեջ, որոնք թույլատնում են Հայաստանի ինքնիշխանությունը եւ մեծացնում կախվածությունը Միացյալ Նահանգներից, Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակվող պատմական ու աշխարհագրական կեղծարարությունները նոր դրսևորումներ են ստանում։ Սևանա լիճը եւ Հայաստանի բնակավայրերը ադրբեջանական անվանումներով ներկայացնող նյութերը շրջանառվում են թե պաշտոնական խոսույթում, թե մեդիա դաշտում, խորացնելով արդեն իսկ արկա լարվածությունը։ Մինչև Ալիևը հայտարարում է խաղաղության պատրաստակամության մասին, Բաքվի քարոզչությունը Հայաստանը ներկայացնում է որպես այսպես կոչված արևմտյան Ադրբեջան, ինչը լուրջ ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար, որը հաստատել է նաև Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության վերջին զեկույցը։ Ինչ անուն էր Ալիևը կպցրել Սևանա լճին։ Նախորդ տարի այս հարցում եւս իշխանականներն ու ընդդիմադիրները այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան։ Բաքվի բռնապետը Գեղամածովը Գյոյչա էր անվանել, թե պարզապես հիշատակել ռուսական մի քարտեզ, որտեղ Սևանի ուրվագծերին դաջված է եղել այդ անունը։ Ջրերը չպարզվեցին, փոխարենը համացանցում տարածվեց այս լուսանկարը։ Ադրբեջանական շշի վրա նույնիսկ Սևանն են պատկերել։ Շուրջ բոլորն էլ հայկական բնակավայրերի անվանումներն են, բայց իրենց հնարած ձևակերպումներով։ Ալիևը մի կողմից խաղաղություն է խաղում, մյուս կողմից Հայաստանը, որի տարածքային ամբողջականությունը Ամերիկայի նախախաղաղության թղթերով է ճանաչել, հռչակում այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Այս հանգամանքը, հիշեցնեմ, նաև վերջերս հրապարակված արտաքին հետախուզական ծառայության զեկույցում էր տեղ գտել, եւ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը գրել էր, թե սա զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզարշավը։ Դեկտեմբեր ամսին ծառայությունը 42 հրապարակում է արել, խոսքը Ազերթաջ գործակալության մասին է, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվել է որպես ճակերտավոր արևմտյան Ադրբեջանի չհստակ զավթողական ծրագիր է եւ որևէ պատմական աշխարհագրական ու քաղաքական հիմք չունի։ Հունվար ամսի ընթացքում դեռևս մինչ այսօր արվել է մոտավորապես 30 այդպիսի հրապարակում։ Եվ հետախուզության ծառայությունը թեև խոսել է խնդրի առկայության մասին, բայց ցավալիորեն երևի իրենց եւս մի տարի եպեք, որ հասկանան, թե այդ խնդիրը ինչ լուրջ վտանգներ ու ռիսկեր է իրենց բանակում։ Սա էլ Բաքվի հեռուստաալիքն է, եթերում ինքնիշխան Հայաստանի քարտեզը, մեկ էլ մեր վարչատարածքային բաժանման ուրվագծերն ու հայկական անվանումները ջնջվում են, էկրանին հայտնվում կեղծ ադրբեջանական անուններ։
Դա իրենց արտաքին քաղաքականությունը, դա իրենց ռազմավարությունն է, որպես հայկական սեպը ընդհանրապես վերացնելը։ Եվ բնականաբար դա վերացնելու համար դա չի կարող հենց այնպես գալ։ Դա ինչ որ հիմնավորում, թեկուզ ձևական, բայց հիմնավորում պետք է ստեղծվի։ Այդ հիմնավորումը դրասած օրինակներով է ստեղծում։ Արևմտյան ադրբեջանական տերմիրաբանությունը դուրս չի գալիս, Զանգեզուրի միջազգային տերմիրաբանությունը դուրս չի գալիս։ Դրանք նյութատեխնիկական բազան են պատրաստում հետագա անեքսիայի։ Տեղի ունեցողը ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության բաց աչքի առաջ է։ Ալիևը չի վախենում կորցնել խաղաղության աղավն ու իմիջը, որ աշխարհի աչքին կերտել է։ Քաղաքագետի խոսքով անգամ հայ-ադրբեջանական խաղաղության համար, այսպես ասենք, պայքարող երկրները ունեն իրենց խնդիրները, որոնցով էլ զբաղված են։ Ինչ ասենք Գերմանիա կանցլերը պետք է առողջություն վերքենա մտածի այսօր Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի ինչի միջունի կամ Ֆրանսիայի ուրիշ մտածելու խնդիրներ ունեն, քան թե Ալիևի միջի մտածելը։ Ոչ մեկին դա չի հետաքրքրում։ Ու այս ամենից զատ փորձագետ վերլուծաբանները տպավորություն ունեն նաև, թե հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններն այժմ կամ կուլիսներում են ընթանում, կամ էլ ընդհանրապես երկխոսության դադար է։ Ալիևի ողջ վարչակազմը հիմնված է հայատյացության, պատերազմի, հայերի նկատմամբ ատելության, զավթողական ծրագրերի հիման վրա։ Ալիևի վարչակարգը չի փոխվելու։ Որևէ պայմանագիր էլ չի ստորագրվելու, որովհետև ինքը չունի իրական որևէ ցանկություն գնալ խաղաղության։ Երբ խաղաղության օրակարգը կառուցվում է զավթողական բառապաշարի ու պատմության վերաշարադրման վրա, այն դառնում է ոչ թե լուծում, այլ նոր ճգնաժամի հիմք։ Մասնագետներն են գնահատում, կեղծ է Ալիևի խաղաղությունը իր քարտեզների պես կեղծ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը։ Արարատ Միրզոյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի իր ելույթի ժամանակ տարածաշրջանային խաղաղության ամրապնդման համատեքստում խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին։ Նրա խոսքով սահմանի լիակատար բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնումը կարևոր ներդրում կլինեն տարածաշրջանային կայունության ամրապնդման եւ բարգավաճման գործում։ Միրզոյանը անդրադարձել է նաև գալիք ընտրություններին, նրա խոսքով հիբրիդային հարձակումները կուժեղանան Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Մենք ապրում ենք ապատեղեկատվության, կեղծ լուրերի եւ տեղեկատվության մանիպուլյացիայի մթնոլորտում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կարող է աջակցել Երևանին եւ ժողովրդավարությանը իր հայտարարությունների եւ Հայաստան կատարելիք առաջիկա այցի միջոցով։ Միասին մենք կհաղթահարենք բոլոր հիբրիդային հարձակումները։ ԵԽԽՎ-ի իր ելույթում Միրզոյանը հույս է հայտնել, որ առաջիկա ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի։ Նրա խոսքով խաղաղության բաղադրիչներն են հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ տարանցիկ փոխադրումների ոլորտում փոխօգնության տրամադրումը։ Թրիփը նաեւ կդառնա խաղաղության իմաստային եւ համագործակցության գործոն Հարավային Կովկասի տարածաշրջանում, հավելել է Միրզոյանը։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացել տարածաշրջանային խաղաղության համար, ինչն անչափ կարևոր է ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկին հայտարարել է վեհաժողովի նախագահը Պետրաբայրը։ Նրա բնորոշմամբ այս կարևոր քայլը համընկնում է նաև մեկ այլ կարևոր ուղենիշի հետ, քանի որ Հայաստանն այս տարի նշում է Եվրոպայի խորհրդին անդամակցելու 25-ամյակը։ Մեծ ակնկալիքով սպասում ենք տեսնելու այս առաջընթացի շարունակությունը եւ վստահեցնում ենք, որ վեհաժողովը սատարում է ձեզ, ընդգծել է Բայրը։ Մյուս թեմաները քիչ անց։ Իրանի ուղղությամբ գեղեցիկ նավատորմ է շարժվում Թրամփի սպառնալիքները։ Լուր, բայց խոսուն, խիստ, բայց ոգեշնչող։ Համար 147 հիմնական դպրոցում բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։ Շարունակենք թողարկումը։ Միջազգային թեմաներ, մենք ուշադիր հետևում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ձեր ջանքերին եւ ես ուզում եմ շնորհավորել ձեզ այս գործընթացի ձեռք բերած թափի համար։ Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ հանդիպման ժամանակ։ Մենք միշտ պաշտպանել ենք Սիրիայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գաղափարը, դուք դա գիտեք եւ մենք աջակցում ենք այս ուղղությամբ ձեր բոլոր ջանքերին։ Հուսով եմ, որ տարածաշրջանի ինտեգրումը անկասկած կարևոր քայլ է այս ճանապարհին եւ կնպաստի Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնմանը որպես ամբողջություն, նշել է Պուտինը։
Անկարան առաջարկում է ակտիվացնել միջին Միչանսկ անունով հայտնի տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացումը, հայտարարել է Աշգաբադում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոկը։ Նրա խոսքով տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն ապացուցել է իր անվտանգ եւ գործնական ուղին։ Մենք ուրախ ենք նշել այս միջանցքի նկատմամբ վերջերս աճող հետաքրքրությունը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից, ասել է Դեմիրոկն ու ընդգծել, չնայած Թուրքմենստանը թուրքական ապրանքների համար կարևոր ուղի է դեպի կենտրոնական Ասիայի շուկաներ, Թուրքիան նշանակալի դեր է խաղում Թուրքմենստանի համար դեպի Եվրոպա տեղափոխման գործում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին ամերիկյան ևս մեկ նավատորմ է մոտենում։ Այովա նահանգի բնակիչների առաջ ելույթի ընթացքում Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Թեհրանը գործարքի կգնա։ Իսրայելական եւ ամերիկյան մամուլը հայտնել էր, որ Իրանի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ Թրամփը հաճախակի սպառնում է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները չդադարեցնեն բռնությունները եւ սկսեն մահապատժի ենթարկել կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները ըստ փորձագետների կարող են ծանր եւ բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի երկրների, հատկապես Իրանի հյուսիսային հարևան Հայաստանի վրա։ Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ 22 թվականին կարևորագույն գործոններից մեկը, որը թույլ չտվեց Ադրբեջանին այն ժամանակ արդեն բացել Զանգեզուրի միջանցքը, դա Իսլամական հեղափոխության կորպուսի ներկայացուցիչների հայտնվելն էր հայ-ադրբեջանա-իրանյան սահմանին, մոտավորապես 100,000-անոց կորպուսի մասին էր այդ ժամանակ խոսքը գնում, դա ակնհայտ աջակցություն էր Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Բայց եթե մենք շարունակենք լինել Իրանի թշնամիների ճամբարում, Իրանն էլ կարող է իր համար եզրահանգումներ անել։ Եվ դարձյալ վերադառնանք օրվա խորհրդին։ Հայաստանի զինված ուժերում շարունակվում են կառուցվածքային փոփոխությունները, որոնց առանցքային ուղղություններից մեկը կանանց ներգրավվածության ընդլայնումն է։ Այս գործընթացը սակայն միանշանակ չի ընկալվում։ Մի կողմից այն դիտարկվում է որպես ժամանակակից բանակի անհրաժեշտ բաղադրիչ, մյուս կողմից առաջացնում է մասնագիտական քննարկումներ կանանց ծառայության արդյունավետության եւ իրական նպատակների շուրջ։ Ժամկետայինների շարքերը համալրել են կանայք, զինված ուժերում արդեն մի քանի տարի է, ինչ կանանց գումարտակ է կազմավորվել։ Հարցեր կան։ Ոչ մի կերպ։ Պաշտպանության նախարարությունը 18-ից 27 տարեկան կանանց առաջարկում է կամավոր 6-ամսյա ժամկետային ծառայություն զինվորական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով։ Ծառայության ավարտից հետո նրանք ստանում են 1 միլիոն դրամ պատվո վճար, ցանկության դեպքում անցնում հնգամյա պայմանագրային ծառայության։ Պետք է նույն ճանապարհը անցնես իրենց հետ, որովհետև դու ես արդեն դասվում ես շարքերում, ել չես ասում ես կին եմ, ես այս բանը չեմ կարող անել, այն բանը ոչ չկա բանակում կին զինծառայողի համար չեմ կարող անել, չկա։ Պետք է անես միջև վերջ իրանց հետ հավասար, լինի եւ խաղաղ պայմաններում, եւ պատերազմական պայմաններում, իրանց հետ հավասար այդ ճանապարհը պետք է անցնել։ Բանակում կանայք սովորում են զինվորական գործ, մարտավարություն, ֆիզիկական, կրակային եւ շարային պատրաստության վիճակն են բարձրացնում եւ դառնում պատրաստված զինծառայողներ։ Կանանց գումարտակում սպայական բարձրաստիճան կազմից մինչեւ շարքային ծառայողները բացառապես կանայք են։ Ռազմական փորձագետը դեմ չէ զինված ուժերում կանանց ներգրավվածությանը, միայն թե հատուկ ստորաբաժանումներում, որտեղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը առաջնային չէ։ Կինը ցաներ մոտորաձգային գումարտակում կարող է ծառայություն իրականացնել։ Ենթադրենք, որ մի 50, 60, 70 կիլո ծանր բեռ, զենք, զինամթերք եւ այլն ոտի տեղափոխի ծանր է չի համար։ Եվ ինչքան ժամանակ դի պահանջի, որ իքական ծերի ներկայացում պատրաստես, բայց մասնակիցություններ կան, որտեղ կանայք, օրինակ, նույն Իսրայելի բանակում, ընդհանրապես աշխարհում դիպուկահարները լավագույնս իքական ծերն են, կամ օթաչուներ, տեխնիկայի վրա, որտեղ զուտ մասնագիտական գիտելիքներ է պահանջում, կապի ոլորտ, բուժակներ եւ բժիշկներ։ Փորձագետի խոսքով իշխանությունները մեր բանակը պատկերացնում են իսրայելական բանակի նմանությամբ, բայց առանց գաղափարական հենքի։ Պրոֆեսիոնալ բանակ ասելով, զինված ուժերը լցնում են պայմանագրային զինծառայողներով։ Պայմանագրայինների համար, որտեղ ծառայության գնացողը առաջնային մոտիվացիան գումարն է, այդ արդի բացի բարձր աշխատավարձը կամ դրամական բավարարումը դինի նաև սոցիալական փաթեթ իր ընտանիքի, երեխաների առողջապահական, կրթական, բնակարանային, կա այդպիսի փաթեթ պայմանագրայինների համար չկա։ Հետաբար դա էլ է իմիտացիա, իբր պայմանագրայիններին շատ են կանչում։ Մինչև իշխանությունները խոսում են պրոֆեսիոնալ բանակի ձևավորման մասին, ռազմական փորձագետները շեշտում են, առանց հստակ գաղափարական հենքի եւ լիարժեք սոցիալական երաշխիքների, այդ մոդելը կլինի ձևական։ Ըստ նրանց, բանակի արդյունավետությունն ապահովելու, ուժեղ, ճկուն եւ մարտունակ բանակ կառուցելու համար կարևոր է ոչ միայն թվաքանակը, այլև ներուժի եւ գիտելիքի ճիշտ ու նպատակային բաշխումը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։
Կառավարությունը երկարաձգել է անհայտ կորած 21 զինծառայողների ընտանիքների ֆինանսական աջակցությունը 3 ամսով։ Խոսքը վերաբերում է այն ընտանիքներին, որոնց պատերազմի ընթացքում անհետ կորած հարազատները դատական կարգով դեռ չեն ճանաչվել անհայտ բացակայող։ Նրանց տրամադրվելու է ամսական 300,000 դրամ մինչև 2026 թվականի մարտը ներառյալ։ Մինչև այժմ գործող որոշմամբ աջակցությունը պետք է դադարեր 2026-ի հունվարի 1-ից, սակայն կառավարության հունվարի 29-ի նիստում առաջարկվելու է այդ ժամկետը երկարաձգել, հաշվի առնելով, որ հարցը դեռ լուծում չունի։ Ընդհանուր 3 ամսվա ֆինանսավորումը կազմելու է 18 միլիոն 900,000 դրամ եւ տրամադրվելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցների վերաբաշխմամբ։ Որպեսզի հնարավորություն ունենար զինապահի հիմնադրամից ստանալու այդ հատուցումը ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձը պետք է քաղաքացիական դատավարության կարգով ճանաչվել անհայտ բացակայող։ Բայց ունենք մի իրավիճակ, որ մի շարք անհետ կորած զինծառայողների հարազատներ այս ընթացակարգով չեն անցնում։ Մտավախություններ ունեն, որ այս կարգով անհետ կորած ճանաչելու պարագայում կհամարվի, որ իրենք հրաժարվում են իրենց որդուց կամ որ պետությունը կդադարեցնի որոնումները։ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակը հավերժացնող արձանն այսօր բացվեց նրա անվան համար 147 հիմնական դպրոցի բակում։ Արարողությանը մասնակցել են հերոսի ընտանիքի անդամները, ընկերները, դպրոցականներն ու պաշտոնյաներ։ Քանդակի հեղինակը Վահագն Պապոյանը ներկայացրել է Աբաջյանի կյանքի վերջին պահը որպես անձնազոհ պայքարի եւ հայրենիքին անսահման նվիրվածության խորհրդանիշ։ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը վերադարձավ իր դպրոց հավերժանալու։ Ընդամենը 19 տարեկան տղան 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ մնաց դիրքում առանց վարանելու ու անձնվիրաբար պաշտպանեց այն։ Նրա տատի արցունքն այսօր հպարտության ու կարոտի խառնուրդ է։ Նրանք մեզ թողեցին մեր փոքրիկ երկիրը, ասացին, որ մենք պիտի պաշտպան լինենք հիմա նրանց։ Իրենց, մեր հողին, մեր ջրին, ամեն ինչին։ Քանդակագործ Վահագն Պապոյանն ասում է, քանդակում փորձել է ներկայացնել Ռոբերտի կյանքի վերջին պահը։ Կորցրել է ամեն ինչ եւ հանուն իր հողի, հայրենիքի տալիս է ամենաթանկը կյանքը։ Ռացիան նռնակը ձեռքին է ու պատրաստվում է քաշել օղակը, իր հետ տանելու թշնամուն։ Կյանքը անիմաստ կթվար, եթե չլիներ այդ հողը, որովհետեւ երբ որ տեսնում ես քո ամբողջ կողքը, քո ընկերները, քո հրամանատարությունը, քո զինակից ընկերներն այլևս չկան, էլ իմաստ չունի ապրելը, ինձ թվում է այն ամենաբարձր հերոսական դրսևորումն էր, որը արեցինքը։ Օրն էլ պատահական չէ, խորհրդանշական է։ Հայրենիքին ամենաթանկը որդուն տված Ռոբերտի հայրը Ալեքսանդր Աբաջյանն ասում է. «Ուշ թե շուտ լինելու էր արձանը, բայց ընկերները շտապեցրին»։ Պատմում է, երբ առաջին անգամ տեսել է արձանը, միայն գլխի հատվածն է պատրաստ եղել։ Ու երբ Ռոբերտի տատիկը զանգել ու հարցրել է, թե որտեղ է, ասել է. «Կյաժի դեմ դիմաց եմ կանգնած, այնքան իրական էր արձանը»։ Այսօր այս տոնի կապակցությամբ ես լրիվ այնքան ուրախ եմ, որ այսքան մարդ եկել աստեղ, իմ հերոսին, ես այստեղ նոր մի քիչ ոնց որ հպարտություն եմ զգում տխրության հետ միասին, բայց ինձ մինչև հիմա ասում են դուք հպարտացեք, ես հələ չեմ կարող հպարտանալ, հպարտանում եմ սենց բաներով։ Երբ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման անցան, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը իրենց հրամանատարի Արմենակ Ուրֆանյանի ու ընկերների հետ նետվեցին միջև արյան վերջին կաթիլը պաշտպանելու հող հայրենին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել ու ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակն ու պատրաստ պասում է։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, 19-ամյա Ռոբերտը բացած նռնակը թաքցնում է ափի մեջ ու ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան։ Աբաջյանը բաց է թողնում նռնակը, իր հետ պայթեցնելու թշնամու զինվորներին։ Ցուցաբերած քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվել է Արցախի հերոս բարձրագույն կոչմամբ եւ ոսկե արծիվ շքանշանով։ Այս հերոսապատումը մեր ոսկե արծվի հայրենասիրության ու սրբազան նվիրման օրինակելի դասն է մեր նոր սերնդին։
Պարոն գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցել, որ 2 րոպեից հասնում եք, ասա։ Այս ինքում իմ տղերքի։ Ասա մի անջատի։ Տեղ իմ աղջիկը։ Ասա, լսում եմ, ասա ցելը ինչի ա կորում։ Ես էլ հիմա կարգով քաշում եմ։ Ուզում եմ որ բոլորին փոխանցել։ Ասա մի անջատի։ Քնարիկ Պետրոսյան, Վարամ Ավոյան, ժամը լրատվական։ Կվերադառնանք քիչ անց։ Այսպիսին է Սուրբ Հողում քրիստոնյա հայերի առօրյա իրականությունը։ Հրեա ծայրահեղականը թքել է հայ քահանայի ուղղությամբ։ Հայաստանում մեկ տարվա ընթացքում մոտ 1000 երեխա սահմանված ժամկետից ուշ է դպրոց գնացել, ծնողների բողոքն ու նախարարության պատճառաբանությունը։ Մեթեոաշխարհ ջերմաստիճանը կբարձրանա ավելին հաջորդ թիվ։ Շարունակենք թողարկումը։ Արցրիմ բանկը շարունակում է աջակցությունը հայրենիքի պաշտպաններին։ Բանկի ղեկավարությունն ու բրենդի դեսպանը այցելել են զինվորի տուն վերականգնողական կենտրոն հանդիպելու բուժառուներին, արտահայտելու աջակցությունն ու հարգանքը հայրենիքի պաշտպանների հանդեպ, ինչպես նաև ներկայացնելու բանկի հերթական սոցիալական նախաձեռնությունն ուղղված զինվորների վերականգնմանն ու շարունակական աջակցությանը։ Զինվորի տանը զինվորի կողքին, կրկին վստահելի ու հարազատ մարդիկ են։ Արցրիմ բանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը եւ բրենդի դեսպան օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը այցելել են զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տղաներին հայրենիքի պաշտպանների հանդեպ իրենց խորը հարգանքն արտահայտելու։ Այստեղ արդեն խոհանոցունի Զինվորի տուն բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրման պահից Արցրիմ բանկը կենտրոնի մշտական աջակիցն ու գործընկերն է։ Այս անգամ եւս բանկը հանդես է եկել նոր ու եզակի նախաձեռնությամբ, որի մասին բանկի վարչության նախագահը անձամբ է ներկայացրել զինվորներին։ Այսուհետև Արցրիմ բանկի բանկոմատներում փոխարկման արդյունքում գոյացած մետաղադրամը հնարավոր կլինի հեռախոսահամարին ուղղելուց բացի փոխանցել զինվորի տուն վերականգնողական կենտրոնի հաշվեհամարին։ Հույս ունեմ, որ մեր ազգաբնակչությունը դա օգտվելուց մեծ մասը կուղղի զինվորի տան հաշվեհամարին, միշտ զինվորի տան կողքին կանգնած ենք։ Մեր մաքսիմալ հնարավորությունները կներդնենք, որպեսզի հասնենք մաքսիմալ արդյունքների։ Զինվորի տուն հասարակական կազմակերպության նախագահի խոսքով Արցրիմ բանկի հետ իրականացված կարևոր ձեռնարկներից է նաև Բալահովիտի ծրագիրը։ Բանկը մեծ գումար է փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին հատուկ հարմարեցված թաղամասի կառուցման նպատակով։ Այստեղ այժմ 8 զինհաշմանդամի տուն է կառուցվում։ Տղաները շուտով իրենց սեփական տներում կապրեն։ Զինվորի տանը երախտագետ են։ 8 տները նախատեսված էին հաշմանդամություն ունեցող, սայլակով տեղաշարժվող կամ անդառնալի ամպուտացիաներ ունեցող եւ չպրոթեզավորվող տղաների համար, ինչպես նաեւ մեծ կացարան, որը հետագայում կարող է հանդիսանալ նաեւ խնամքի կենտրոն բոլոր այն զինհաշմանդամների համար, ովքեր ցավոք սրտի ունեն ընտանիքի անդամներ, հարազատներ։ Որ ես զանգահարել եմ պարոն Ամանյանին եւ ասել եմ, մենք այսպիսի նախագիծ ունենք եւ այսպիսի ընտրակով դիմելու ենք, չի եղել բացասական երբևէ որևէ տեսակի առաջարկի արձագանք։ Այցելության ընթացքում զինծառայողներն ու բուժառուները զրուցեցին եւ լուսանկարվեցին Արթուր Ալեքսանյանի հետ, հարցուփորձ արեցին մարզումների, վնասվածքներից հետո վերականգնողական ընթացքի մասին, փոխանակվեցին ձիգ մնալու, հոգեբանական ամրության եւ չհանձնվելու մասին խորհուրդներով։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Արտարոց դեպ Կոտայքի մարզում Աբովյան բժշկական կենտրոնում 18-ամյա բուժառուն ոտքով հարվածել է իրեն բուժօգնություն ցուցաբերող բժշկուհուն եւ սեղանին դրված մետաղական մատնոցով հարվածել նրա գլխին։ Վերջինը վերակենդանացման բաժանմունքի բժշկուհին է եղել։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Քնարիկ Պետրոսյանը։ Հունվարի 28-ին Մոսկվայի Պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին հանդիպել է հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos-ի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի Պատրիարքարանի տարածած հաղորդագրությունից։ Միտրոպոլիտ Անտոնին իր աջակցությունն է հայտնել, ընդգծելով, թե ռուս ուղղափառ եկեղեցին խորապես մտահոգված է եւ անընդունելի է համարում հավատացյալների շրջանում արհեստականորեն պառակտում հրահրելու փորձերը։
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հրյա ծայրահեղականը թքում հայ քահանայի ուղղությամբ Երուսաղեմի հայկական թաղամասում։ Տեսանյութը X սոցիալական հարթակում հրապարակել է մի լրագրող, որը հրապարակման կից գրել է. Այսպիսին է Սուրբ Հողում քրիստոնյա հայերի առօրյա իրականությունը։ Երուսաղեմի հայկական եկեղեցու վարդապետ Էմանուել Աթանջյանը ժամին փոխանցում է, թե հրյա ծայրահեղականների սադրիչ գործողությունների բուն նպատակը հայ հոգևորականներին կովերի պարտեզից հեռացնելն է։ Հոգևորականը հիշեցնում է, որ այդ տարածքի սեփականության հարցը այժմ քննարկվում է դատարանում։ Նա նաև տեղեկացնում է, որ Երուսաղեմում գործող եկեղեցական կառույցները համատեղ նման միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ են հավաքագրում դատարանին ներկայացնելու համար։ Փետրվարի վերջին լրացուցիչ քննություն կկազմակերպեն այն դիմորդների համար, որոնք եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել ներկայանալ։ Գնահատման թեստավորման կենտրոնը հայտնել է, որ քննության օրվա եւ վայրի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։ Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության 2026 թվականի ձմեռային փուլը հայոց լեզվի եւ հայ գրականության միասնական քննությամբ։ Քննությունները կկայանան առաջիկա 3 շաբաթ կիրակի օրերին։ Հայաստանում 2025-26 ուսումնական տարում 777 երեխա սահմանված ժամկետից ուշ է դպրոց գնացել եւ ընդգրկվել է անմիջապես երկրորդ, երրորդ, մեկ դեպքում էլ 4-րդ դասարաններում։ Ծնողները բողոքում են, որ այս մոտեցումը երեխաների մոտ առաջացնում է ուսումնական ու հոգեբանական խնդիրներ, ինչը ի դեպ արձանագրել է նաեւ օմբուդսմենը։ ԿԳՄՍ-ն սակայն չի համաձայնում բողոքների հետ, նշելով, որ փոփոխությունը զսպող մեխանիզմ է եւ զգալիորեն նվազեցնում է ուշ դպրոց գնացող երեխաների թիվը։ Նախկինում մոտ 3000, այժմ 777-ն է։ Նախարարության պնդմամբ երեխաների շուրջ 80%-ը կարողացել է հաղթահարել սկզբնական դժվարությունները եւ սովորում է հասակակիցներին համընթաց։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Իսկ հիմա եղանակի տեսությունը կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Մեթեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով։ Սպասվում են տեղումներ առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը կբարձրանա մոտ 4-ից։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 3 աստիճան ցուրտ։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 0-ից 3 աստիճան տաքություն։ Լոռիում 4-ից 9, Տավուշում 7-ից 11 աստիճան ջերմություն։ Հարհրատում, Արմավիրում կդիտվի 0-ից 2 աստիճան ցուրտ։ Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 4-ից 7, Սյունիքի նախալեռներում 2-ից 6 աստիճան տաքություն։ Երևանում օրը կանցնի տեղումներով։ Այս գիշեր սպասվում է 5-ից 7, ցերեկը 0-ից 2, երեկոյան 2-ից 4 աստիճան ցուրտ։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, մաղթում եմ խաղաղ երեկո, ցտեսություն։